Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Ծիծեռնակաբերդում հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Դուք գիտեք, վերջի շրջանում բավականին շատ ասեկոսներ էին տարածվում եւ բավականին երկար քննարկումներ էին գնում հուշահամալիրի վերանորոգման վերաբերյալ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք ձեզ վերանորոգման աշխատանքները։ Ես նաև այստեղ հանդես եմ գալիս ոչ միայն որպես ազգային ժողովի պատգամավոր, այլ նաև որպես հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հոգաբարձությունների խորհրդի անդամ եւ ուզում եմ ասեմ, որ այս կառույցը չափազանց կարեւոր նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար, մեր ուսման համար, մեր կոլեկտիվ պատմության համար եւ յուրաքանչյուրը շատ հետաքրքրված է Ծիծեռնակաբերդի եւ հուշահամալիրի ճակատագրով։ Գիտեք, հուշահամալիրը նաև ինժեներական կառույց է, ինժեներական կառույցները ֆախտեուշ վերանորոգման կարիք են ունենում։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ առկա իրավիճակը հասկանալու համար, թե ինչի համար է նախաձեռնվել վերանորոգումը։ Եթե ուշադրություն դարձնեք, սալիկները բավականին հեռացվել են իրարից եւ բավականին մեծ քանակի գերմետիկ օգտագործված, հերմետիկ նյութ է օգտագործված, որպեսզի այդ խորհուրդները կարողանան ծածկվեն։ Ընդհանուր սալիկների վիճակը այնքան էլ մխիթար չէ եւ դրա համար նախաձեռնվել է հուշահամալիրի բոլոր հատվածների, հուշակոթողի բոլոր հատվածների վերանորոգում։ Իհարկե պետք է նշեմ, որ մենք թանգարան ինստիտուտի տնօրենի հետ խոսեցինք առաջի 3 սյուները, որոնք վերանորոգվելու են եւ մենք դրանց կանրադառնանք կվերանորոգվեն մինչեւ ապրիլի 24 եւ ապրիլի 24-ին ապրիլի 24-ից հետո կշարունակվի մյուս սյուրների վերանորոգումը, հուշահամալիրը լինելու է բաց եւ մինչեւ ապրիլի 24 այն բաց է նաեւ այսօր, այն շարունակելու է բաց մնալ նաեւ ապրիլի 24-ին եւ ապրիլի 24-ից հետո, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է որպեսզի հուշահամալիրը լինի այնպիսի վիճակում, որպեսզի մենք էլ կարողանանք մեր սերունդներին փոխանցենք հուշահամալիրի այնպիսի տեսք, որը յուրաքանչյուրիս կոլեկտիվ պատմական հիշողությունը կշարունակի պահել վառ։ Ներկայացնեմ նաև, որ սա առաջի դեպքը չի, երբ հուշահամալիրը վերանորոգվում է, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ վերանորոգվել է նաև Ստելան։ Վերջին սալիկներն են փոխվել, որովհետև պարբերաբար բնակլիմայական պայմանների հետևանքով կարիք է առաջանում որոշակի փոփոխություններ կատարել։ Սա նոր ձեռնարկված գործընթաց չի եւ այդ աշխատանքները պետք է պարբերաբար շարունակվեն։ Փորձենք մտնենք շինարարական հրապարակ եւ տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվել այստեղ, տեսեք աշխատանքները չեն դադարում նույնիսկ այսօր։ Եթե ուշադրություն դարձնեք, բավականին մեծ ճարտարապետական եւ ինժեներական աշխատանք է կատարվում, ինձ շինարարները տեղեկացրեցին, որ մեծ քանակությամբ նաեւ համապատասխան մասնագիտական նյութ է ներարկվել այս սյուների մեջ, որպեսզի